Կարող ես ձեռքը դնել քո վրա եւ ասես սիրտս պատրաստ է օգնել։ Սիրտս պատրաստ է օգնել։ Վայելելու քո ներկայությունը, օրհնելու քո սուրբ անունը, հնազանդվելու քո կամքին եւ իրականացնելու քո ծրագիրը Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Սաղմոս 2 մեջ 86 գլուխ 11-13 համարներում Դավիթը այսօր սկսել ենք Սաղմոսներից փառաբանությունն էլ սկսեց։ Դավիթը, որը Աստծո ընտրյալն էր, Աստծո սրտին հաճելի էր, այսպես է ասում. ով Տեր, դիր ինձ քո ճանապարհների մեջ, որ ես կարողանամ քայլեմ քո ճշմարտության մեջ։ Հաստատիր իմ սիրտս, որպեսզի քո անունից վախենամ։ Գիտես, այս բառերը, այս խոսքը կարող է ասել մեկը, ով իր սրտի մեջ փափագում էր, որ Աստծո սրտին հաճելի լինի։ Այս խոսքերը կարող է ասել մեկը, որ ինքն իրականում իր սրտում փափագ ունի Աստծո առաջ ուղիղ քայլելու։ Եվ եթե այստեղ էլ կա մարդիկ, որոնք որ ուզում են եւ իրաց սրտում փափագում են Աստծո ճշմարտությունների մեջ լինեն, մի կարծիր թե քեզանից նա որ դու ճշմարտության մեջն ես։ Այստեղ խոսքը հաստատում է, որ Աստված ինքն է մեզ ամենքից դնում իր ճանապարհների մեջ, բայց ինքը պիտի տեսնի մեր փափագը, ինքը պիտի տեսնի մեր ակնկալիքը, ինքը պիտի տեսնի, որ մեր սիրտը պատրաստ է դրան։ Եվ այստեղ Դավիթն ասում է, որ Տեր դիր ինձ, քանիստերս ենք ուզում, որ այսօր Տերը մեզ դնի իր ճշմարիտ ճանապարհների մեջ, եւ որ մենք կարողանանք քայլենք Աստծո ճշմարտության մեջ։ Քանիստերս ենք ուզում, որ մեր սրտի մեջ Աստծո նկատմամբ այդ երկյուղածությունը ունենանք, որովհետեւ ըստ Սուրբ Գրքի Տիրոջ նկատմամբ ունեցած մեր վախն ու երկյուղածությունը նպաստում է, որ մենք իմաստուն լինենք։ Ըստ Սուրբ Գրքի Տիրոջ նկատմամբ ունեցած մեր վախն ու երկյուղածությունը նպաստում է, որ մենք Աստծո սրբության մեջ լինենք։ Եվ ինքը Աստված է, որը բնակվում է երկնքում, որի անունը հզոր է եւ փառավոր, ինքն ասում է, որ ես հավանում եմ խոնար սիրտ, կոտրած հոգի ունեցողին եւ այն անձին, ով դողում է իմ խոսքից։ Աստված ինքը հավանում է այն անձին, ով իր խոսքից, իր անունից է դողում է։ Գիտես, հնարավոր է, որ դու սիրում ես Աստծուն, որևիցե խնդիր չկա, բայց եթե քո սրտումը բացակայում է Աստծո նկատմամբ ունեցած երկյուղը, այն սերը կարծես թե ճիշտ չի գործի քո կյանքի մեջ։ Հնարավոր է, որ ինչ որ մեկն էլ երկյուղ ունի Աստծո հանդեպ, բայց եթե այդ երկյուղն առանց սիրո է, այդ երկյուղն էլ անօգուտ կրնի այդ տվյալ անձի կյանքում։ Եվ այստեղ տեսնում ենք, որ մարդու սրտում պիտի լինի Աստծո հանդեպ ունեցած սերը եւ Աստծո անվան եւ Աստծո խոսքի հանդեպ ունեցած հենց այդ երկյուղը։ Գիտես, իրականում ընտանիք կա, չէ, որ ասենք, երեխեն մի քիչ թիթիզություն է անում, մի քիչ, չգիտեմ, չարաճճիություն է անում, եւ մաման ասում է, հələ մի հատ սպասի, հեսա հերեդ կգա, նո դու քո հալը կտեսնես։ Երբ որ այս երեխան լսում է, որ հեսա իր պապան կգա, կարծես թափվում է։ Այս երեխան, երբ որ լսում է պապայի գալու մասին կամ պապայի անունը, սարսափից չի գոռում եւ փախչում։ Իմանում ես, Աստծո հանդեպ ունեցած երկյուղը մեզ պահում է սրտության մեջ, մեզ պահում է Աստծո սրտին հաճելի կերպով։ Եվ շատ կարևոր է, որ թեպետ դու ունես սեր Աստծո հանդեպ ու ասում ես, ես սիրում եմ քեզ Տեր, բայց մի քիչ էլ երկյուղած եղիր Աստծո խոսքի հանդեպ, Աստծո հանդեպ։ Եվ շարունակությունում այստեղ տեսնում ենք, որ Դավիթն ասում է, որ Տեր, ես իմ ամբողջ սրտով կգոհանամ քեզանից եւ հավիտյանք փառավորեմ քո սուրբ ու հզոր անունը։ Տեսեք, այստեղ ներկայացնում է, որ ես կգոհանամ քեզանից եւ հավիտյանք փառավորեմ քո անունը։ Բայց տեսեք, առաջի համարի մեջ, որ մենք կարդացինք, նախ ինքը փափագում էր, որ այդ անունից ինքը վախենար։
Դա նշանակում է, որ եթե որևիցե մեկիս կյանքում, մեկիս սրտի մեջ Աստծո անվան նկատմամբ երկյուղացությունը բացակայում է, նա չի էլ կարող փառավորել այդ անունը։ Եվ հենց ամեն ինչ սկսվում է ճշմարիտ ընթացքից։ Եվ մենք կարդացինք, որ ասում է Տեր, ինձ դիր քո ճշմարիտ ճանապարհների մեջ, որ ես քայլեմ քո ճշմարտության մեջ։ Հաստատիր իմ սիրտս, որ վախենամ քո անունից։ Եվ այստեղ ասում է, որ քո անունին գոհություն կբարձրացնեմ, հավիտյան կփառավորեմ քո սուրբ անունը։ Եվ տեսեք, սա մի որոշում է, եւ սա պիտի լինի ամեն անձի, ամեն հավատացողի սրտում իրական ճշմարիտ հաստատում որոշումը։ Ես ու դու ենք որոշում, որ մենք կփառավորենք Տիրոջ անունը, որ մենք մեր սրտում այդ երկյուղացությունը կունենանք, թե ոչ։ Եվ այստեղ ասում է, որ այդ անձը, որ իր սրտի մեջ ունի այդ երկյուղն, ասում է, հավիտյան կոչնեմ քո անունը։ Շարունակությունում 13 համարի մեջ այստեղ գրված է, որովհետև քո առատ շնորհն ու ողորմությունները անսահման եղան իմ հանդեպ, եւ դու փրկեցիր ինձ դժոխքի կապանքներից։ Կա այստեղ մեկը, որը կարող վստահ ասի, որ Տիրոջ շնորհքն ու ողորմությունը անսահման է իմ վրա։ Եվ հաստատի, որ այս խոսքերով, որ Տեր շնորհակալ եմ, որ դու ինձ փրկեցիր դժոխքի կապանքներից, տանջանքներից։ Հալելույա, ամեն։ Եվ եթե որևիցե մեկի սրտում այս որոշումը կա, որ ես կոչնեմ քեզ, քանի որ դու ինձ ազատեցիր դժոխքի կապանքներից, ուրեմն այդ նույն սրտի մեջ պիտի նաև լինի Աստծո անվան հանդեպ այդ երկյուղը, չլինի թե ով Տեր, ես կորցնեմ քո անվան հանդեպ ունեցած իմ երկյուղս եւ դրա պատճառով կորցնեմ մեր իրական ճշմարիտ կենդանի հարաբերություն։ Գիտես, Ադամն էլ վախեցավ Աստծո ձայնից, բայց այս վախը այն երկյուղը չի, որ Աստված ուզում է ես ու դու ունենանք։ Այդ երկյուղացությունը, առողջ կենդանի ճշմարիտ երկյուղացությունը կպահի մեզ սրբության մեջ եւ մենք չենք հայտնվի անհնազանդության մեջ։ Բայց երբ որ ինչ որ մեկն արդեն հայտնվել է անհնազանդության մեջ, Աստծո նկատմամբ ունեցած երկյուղը փոխվում է վախի, սարսափի, որովհետեւ երբ որ Ադամը լսեց, որ արդեն մեղանջել էր, լսեց Աստծո ձայնը, սարսափից թաքնվեց։ Շատերս այսօր թաքնվում ենք ծառերի հետևում, պատճառաբանությունների հետևում, ասում ենք, այսօր հնարավորություն չկար, ժամանակ չկար, կարողություն չկար պաշտամունքի գալու ծառայությունը մատուցելու։ Դա մի ծառ է, որի հետևում ինչ-որ մեկը թաքնվում է, որովհետև ինչ-որ միտեղ այդ անձը անհնազանդություն է ցուցաբերել եւ կամաց իր ու Աստծո նկատմամբ ունեցած այդ հարաբերությունը, առողջ հարաբերությունը կվերանա։ Եվ գիտես, հերվածումը համարվում է մահ, հոգևորը մահ։ Դրա համար շատ լավ է, որ այսօր ես ու դու ձգտենք եւ փափակենք եւ այս որոշումը կայացնենք մեր սրտերի մեջ, որ Տեր հաստատիր ինձ քո ճանապարհների մեջ, հաստատիր իմ սիրտս, որ սիրտս վախենա քո անունից։ Ամեն։ Հալելույա։ Եվ տեսնում ենք եւս ուրեմն Աստծո խոսքի մեջ 111 Սաղմոս 9 համարում այնտեղ նորից հեղինակն ասում է, որ Տերը փրկություն է շնորհում իրեն հավատացողներին եւ հավիտյան սուրբ ու հզոր է նրա փառավոր անունը։ Գիտես, այստեղ փաստացի ներկայացնում է, որ Աստված ինքը փրկություն է շնորհում։ Ում է փրկություն շնորհում? Իրեն հավատացողներին, բայց այստեղ կենդանի հավատք ունեցող անձը առաջի հերթին փափակում է Աստծո սրտին հաճելի լինի։ Ամեն հավատքը, որ չունի որոշում, տվյալ անձի սրտում չկա այդ որոշումը, որ Աստծո սրտին հաճելի լինի, այդ հավատքը աստվածային հավատք չի կարող կոչվել։ Այդ հավատքը կլինի ցանկության հավատք, կլինի եսասիրության հավատք, կլինի քո մարդկային նպատակներին հասնելու համար եղող հավատք։ Բայց Աստված ուզում է, որ ամենքս, որ հավատում ենք Աստծուն, առաջնահերթ իր սրտին հաճելի սիրտ ունենան։ Եվ այստեղ շեշտադրում է, որ Տերը իրեն հավատացողներին, այսինքն առողջ ու ճշմարիտ հավատացողների համար փրկություն է շնորհում, եւ դա այն Տերն է, որի անունը
սուրբ եւ հզոր է։ Եվ որի անունից պիտի իրան հավատացողը երկյուղած լինի, որ չլինի թե կորցնի այդ առողջ եւ ճշմարիտ հարաբերությունը։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Կրկնում եմ, որ շատերս կարող ենք սիրել Աստծուն։ Եվ ամենքս էլ մեր մեջ վստահ ենք, որ սիրում ենք Աստծուն։ Բայց նա այն զավակը, որ սիրում է իր հորը, երկյուղած է իր հոր հանդեպ։ Որ չլինի թե հորը առաջ իր գործը սխալ համաձայն ես։ Ուրեմն եկեք, որ մենք էլ որպես երկնային հոր ժառանգներ այս երկյուղածությունը ունենանք մեր հոր հանդեպ։ Չէ որ Աստծո կամքը մենք գիտենք, մեր հոր կամքը մենք գիտենք, Աստծո կամքն է, որ մենք մեր անձերը հնազանդեցնենք իր խոսքին, ամեն, եւ երկյուղած լինողը այդ հնազանդության, այդ հնազանդ սիրտը կունենա իր սրտի մեջ։ Եվ հիմա Առաջի Հովհաննես 5-րդ գլուխ 13 համարում այնտեղ հաստացի ներկայացված է. Աստծո որդու անունին հավատացողները հավիտենական կյանք ունեն։ Աստծո որդու անունին հավատացողները նախ եւ առաջ արդեն պիտի գիտակցեն, որ այդ անվանը հանդեպ, որի անունը սուրբ եւ հզոր է եւ փառավոր է, այդ անվան նկատմամբ տեսանք, որ Դավիթն ասում է, որ ուզում եմ, որ այդ անվանը հանդեպ ես երկյուղած լինեմ։ Եվ բոլոր նրանք, ովքեր Աստծո որդու հանդեպ հավատ ունեն, ովքեր Աստծո որդու անվան հանդեպ երկյուղ ունեն, նրանք հավիտենական կյանք ունեն։ Առաջի Հովհաննես 5:13։ Եվ այստեղ փաստում է, որ դա գալիս է Հիսուս Քրիստոսից։ Հավիտենական կյանքը գալիս է Հիսուս Քրիստոսից։ Եվ Եփեսացիների առաջի գլուխ 21 եւ 3-րդ գլուխ 8-ից 10 համարներում Ավետարանը փաստում է ասելով, որ Հիսուս Քրիստոսի իշխանությունը վեր է ամեն իշխանություններից, ամեն տերություններից, եւ նրա անունը բարձր է ամեն անուններից, եւ շարունակում է ասելով, որ հիմա Աստված իր եկեղեցու միջոցով, նայ քո շուրջը, գրված է իր եկեղեցու միջոցով, գիտենք, որ ամենքս որպես անհատ անձիկ Աստծո արժև որպես եկեղեցի ենք, որոնց մեջ բնակվում է ինքը Սուրբ Հոգին, բայց հիմա այստեղ ասելով իր եկեղեցին ի նկատի ունի իր ամբողջական մարմինը, ոչ միայն անհատ եկեղեցին, այլ ամբողջ մարմինը, երբ որ եկեղեցին մեկտեղ է հավաքում։ Այստեղ գրված է, որ Աստված Քրիստոսի եկեղեցու միջոցով երկնքում եղող կարդացեք, երկնքում եղող հոգևոր իշխանություններին, տերություններին ու պետություններին հայտնի է անում Քրիստոսի անքննելի անմատույց հարստությունը եւ իր աստվածային բազմապատիկ իմաստությունը, եւ դա անում են Հիսուս Քրիստոսի եկեղեցու միջոցով։ Դա նշանակում է, որ եկեղեցին, որ արդեն պիտի երկյուղած լինի Աստծո սուրբ եւ հզոր անվանը հանդեպ, պիտի որ ճաշակած լինի Քրիստոսի ամբողջական հարստությունը եւ ճոխությունը, որպեսզի կարողանա ինքն էլ հայտնի անի երկնքում բնակվող հոգևոր իշխանություններին։ Գիտես, Աստծո հրեշտակներն անգամ Քրիստոսի եկեղեցուց հայտնություն են առնում Աստծո քաղցրության եւ շնորհքի լիության հետ կապված հայտնություններ, որովհետեւ որևիցե մի երեշտակի առավել շնորհք չցուցաբերվեց, քան Քրիստոսի եկեղեցու։ Հասկանում ես, եւ Կողոսացիների 2:3-ում փաստացի գրված է, որ Հիսուս Քրիստոսի մեջ պահվում է աստվածային ամբողջական իմաստության եւ գիտության գանձերը, եւ Քրիստոսը հիմա մեր մեջ է բնակվում, Քրիստոս իր եկեղեցու մեջ է բնակվում, եւ երկինքը ակնկալում է, որ եկեղեցու միջոցով Քրիստոսի մասին, Աստծո մասին հայտնություններ ունենա, եւ այդ հայտնություն հայտնողը դու ես, ով անհատ եկեղեցի։ Դիր քո անունը, այդ հայտնություն հայտնողը դու ես, որ նախ եւ առաջ պիտի երկյուղած լինես այդ հզոր անվան հանդեպ, եւ հետո այդ հայտնությունները ճաշակած լինես ու կարողանաս փոխանցել։ Ամեն։ Հռոմեացիների 10 գլուխ 8-ից 10 համարների մեջ Պողոս առաքյալը գրում է Քրիստոսի եկեղեցուն ասելով այսպես.
որ շատ մոտ է քեզ Աստծո խոսքը, ասա, Աստծո խոսքը շատ մոտ է ինձ։ Եվ այստեղ բարձ գրված է, որ Աստծո խոսքը շատ մոտ է քեզ։ Քո բերանում եւ քո սրտումն է հավատքի խոսքը։ Եվ առաքյալը շարունակում ասելով, եւ դա այն խոսքն է, որ մենք ձեզ քարոզեցինք։ Առաքյալն է շեշտում։ Ուրեմն տեսնում ենք, որ Աստծո խոսքը քարոզվեց առաքյալների միջոցով։ Աստծո խոսքը, որ հենց հավատքի խոսքն էր, քարոզվեց առաքյալների միջոցով։ Եվ գրված է, որ այդ խոսքը քեզանից հեռու չի։ Հեռու մի փնտրիր այդ խոսքը։ Այդ խոսքը քո բերանումն է, քո սրտում, այսինքն թե բերանումը եղող Աստծո խոսքը դավանիր եւ կտեսնես, որ դա որպես հավատք գործեց քո կյանքիդ մեջ։ Եվ Պետրոս առաքյալն էլ շեշտում է ասելով Առաջի Պետրոս 1:25-ում, որ այն ավետարանը, որ մենք ձեզ քարոզեցինք, դա Աստծո հավիտենական խոսքն է, որը մնում է հավիտյան, որ մենք ձեզ քարոզեցինք։ Առաքյալների միջոցով քարոզված խոսքն Աստծո դա հավիտենական է, եւ այն մնում է հավիտյան։ Ուրեմն սրանում մենք ընկալում ենք, որ Աստծո խոսքը հավիտյան է, Աստծո խոսքը մնում է հավիտյան, եւ Աստծո խոսքը դա հավատքի խոսքն է, եւ գրված է, որ Աստծո խոսքը ծնում է հավատք մեր մեջ։ Ամեն։ Ուրեմն Աստծո խոսքից նա առողջ ու ճշմարիտ հավատքը ծնվում։ Եվ երբ որ դու լսում ես Աստծո խոսքը, ինքը քո մեջ գալով որպես սեր դառնում է հավատքի հսկա ծառ։ Եթե անգամ փոքրիկ հավատքն է, որպես մանանեխի հատիկ դու սկսում ես գործածել, այն դառնում է հզոր հավատք, որով դու կարողանում ես սարեր շրջել։ Ամեն, որով կարողանում ես անհաղթահարելի իրավիճակների մեջ հաղթանակած անցնել, եւ դա Աստծո շնորհքն է, իր կենթանի խոսքն է։ Ուրեմն տեսնում ենք, որ այդ հավատքը, որը գալիս է մեր մեջ, դա Աստծո խոսքի հիման վրա է, այդ կենթանի եւ հզոր խոսքը մեր մեջ հավատք առաջացնում։ Եվ հիմա շարունակում ենք Հռոմեացիների 10 գլուխն ենք կարդում, 9 համարի մեջ այսպես ասում. Եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, որ Աստված Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, կփրկվես թշնամու ամեն գերությունից, կապանքներից ու տանջանքներից։ Քանիստերս ենք Հիսուսին Տեր դավանում։ Գիտես, այստեղ համահունչ պիտի լինի։ Հիսուսին Տեր դավանողը պիտի գիտակցի, որ Աստված Քրիստոսին հարություն է տվել մեռելներից։ Ամեն։ Եվ երբ որ մենք մեր սրտի մեջ եղող հավատքը, որը Քրիստոսի հարության նկատմամբ է, սկսում ենք դավանել եւ Հիսուսին Տեր ենք ընդունում, հարության Քրիստոսին Տեր ենք ընդունում։ Գրված է, դու կփրկվես թշնամու ամեն գերությունից, կապանքներից ու տանջանքներից։ Հասկանում ես, այսքան պարզ է ավետարանի խոսքը, այսքան մատչելի է, այսքան հասանելի է ամեն հավատացողի համար։ Բայց մենք ինքներս եւ այն շատերս էլ բարդացնում ենք ավետարանը։ Եվ կարծես թե նախապայման ենք դնում ինչ որ անանցանելի նախապայմաններ եւ ինքներս գերի ենք դառնում մեր դրված նախապայմանների։ Եվ մեզ թվում է, որ մենք պիտի պարտադիր կատարյալ լինենք, նոր այս խոստումունքը կատարվի։ Չէ՞ որ խոստումունքը հավատաս, կփրկվես ամեն գերությունից, կապանքներից ու տանջանքներից։ Դա խոստումունքն է։ Եվ նախապայմանն այստեղ միայն հավատքն է, որը բխում Աստծո խոսքից, այսինքն իմ ու քո հավատքը պետք է հիմնված լինի ավետարանի խոսքի վրա։ Շեշտադրում եմ ավետարանի խոսքի վրա։ Որովհետև երկու առաքյալներն էլ փաստացի շեշտադրեցին եւ հավատքի խոսքը, Աստծո հավիտենական խոսքը, այն խոսքն է, որ մենք ձեզ քարոզեցինք։ Ամեն։ Ուրեմն, եթե ինչ որտեղ դու ունես դավանանք, եթե ինչ որտեղ դու ունես գերություն, բայց դավանելով դու այդ բաները չես անցնում, չես հաղթարում, նշանակում է դու պիտի վերանայես քո հավատքի հիմքը, արմատը, նախապայմանը ո՞րն է։ Միգուցե քո հավատքի հիմքը հանդիսանում է քո հասկացողությունը, քո զգացողությունը, քո համոզմունքը, որը ընդհանրապես կապ չունի Աստծո ավետարանի խոսքի հետ։
Դրա համար երբ որ այսօր վերանայենք եւ ինչի՞ չէ թույլ տանք որ այդ խոսքը հավատքի խոսքը մեզ ազատի ամեն գերությունից 10 համարն ենք կարդում Հռոմեացիների գրքում ենք ամեն հետևում եք խոսքի թափահարեք այստեղ է որովհետեւ սրտով հավատում ենք արդարանալու համար ովքեր են սրտով հավատում արդարանալու համար ենք հավատում Այսինքն մեր արդարությունը գալիս է սրտի հավատքից սրտում հավատում ենք արդարանալու համար Հիմա արդարացանք ու վերջ այստեղ շարունակում է բայց բերանով դավանում ենք փրկվելու համար Այլ խոսքով ասած, սրտում մտեղող հավատքն այնպես դավանիր ու այնքան դավանիր շարունակաբար, մինչև տեսնես Աստծո խոստացված փրկությունը քո կյանքում կատարված։ Ասում են երկաթը ծեծելու 3 իրավիճակներ կան, որ երկաթը տակ-տակ են ծեծում, առաջի իրավիճակը, երկրորդը, որ երկաթը երկրորդ անգամ են տաքացնում ծեծելու նպատակով, երրորդը, որ երկաթն այնքան ծեծես մինչև տաքանա։ Այստեղ Աստծո խոսքը ասում է, որ սրտում մտեղող հավատքն այնքան դավանես, մինչև որ այդ հավատքի դավանությունը իրականություն տեսնես քո կյանքի մեջ, բայց ոմանքս այսպես ենք։ Իրիկունը տրամադրություններից լավա պաշտամունքից նոր գնացել ենք տուն, Զանգել ենք մեկին, վկայել ենք խոսքը, հոգին եռում է, հավատքն հաստատ է, և դավանում ենք Տեր, ես պիտի տեսնեմ քո փառքի ճոխությունը իմ կյանքում, ընտանիքում, սերունդներում, երկրի մեջ, ազգի մեջ, ալելույա քեզ։ Առավոտ ելնում ենք, առավոտ ասում ենք, երեքիտ ինչ էր, առույցի սիրտ էինք երեքիտ, էդ ինչ էինք ասում, և հավատքերս կորում է։ Բայց մենք հենց առավոտյան նորից պիտի նույնը դավանենք այնքան, մինչև որ տեսնենք, չէ՞։ Մարդկա դավանում է, ասում է, Տեր, ես հավատում եմ, որ հենց ինի բժշկված եմ, որ Հիսուսյանով բժշկված եմ, մեկ էլ զգացողությունը, բա որ դու բժշկված ես ուրա, չէ՞ որ դու հիմա տարապում ես, հայելի Տեր, ես ինչ եմ ասում, ու նորից կորավ քո հավատքի դավանանքը, բայց այստեղ ասում է դավանիր Հավատքի դավանանքը զգացողության հետ կապ չունի, հավատքի դավանանքը հասկացողության հետ կապ չունի, գիտես, հավատքը դա նման է ձիու, որ սայլը քաշում է, բայց եթե դու սայլը կապես ձիուց առաջ, երբեք առաջ չի գնա, հիմա տես քո զգացողությունը, դա սայլը պիտի լինի, ոչ թե ձին, հավատքը պիտի լինի քո համար, որպես քաշողը, հասկանում ես, բայց եթե դու տրված ես զգացմունքներին, հասկացողություններին, քո հավատքը չի աշխատի, արի վերանայի քո ընթացքը, չէ որ շատերս կարող ենք փաստել, երբ որ մենք սկսում ենք հավատքի դավանությունը անել, կարծես թե մեր մեջ որևիցե զգացողություն, որևիցե հասկացողություն չի կենտրոնանում այդ դժվարությունների վրա, այլ մեր ամբողջ կենտրոնացումը Աստծո խոսքի վրա է, Աստված ասեց և կլինի է։ Ամեն։ 11. Որովհետև Սուրբ Գիրքն ասում է, որ ով որ Աստծուն հավատա, Աստված նրան անտես չի անի, չի անարգի, ամոթով չի թողնի, մենակ չի թողնի, ով որ Աստծուն հավատա, նա չի նահանջի։ Ուրեմն երբ որ դու քո հոգևոր կյանքիդ մեջ, հավատքիդ կյանքիդ մեջ, այսպես հետ նահանջ ես ունենում, նշանակում է քո հավատքը Աստծո նկատմամբ թուլացել է։ Հետ նահանջ կարող է ունենալ մարդը իր ծառայությունների ընթացքի մեջ։ Գիտես օրինակ, երբ որ դու նոր սկսել ես, հիշում ես, պարգևները գործում էր, ալելույա, կապ չուներ դժվարությունների միջով էիր ասում, դու վազում էիր եկեղեցի, ալելույա, վազում էիր Աստծո գործի համար, աղոթում էիր ու այսպես լրիվ վայելում էիր ու քեզ չէր հետաքրքրում կողքինդ ինչ կմտածի քո մասին, բայց հիմա դարձել ես մասնագետ հավատացյալ։ Ու սկսում ես ամեն ինչ հաշվի առնել, բա որ աղոթեմ այցելությունը կա մարդիկ ինչ կմտածեն, դու հետ նահանջ ես ունեցեք Արծրճան։
Դու զիջել ես թշնամուն, քո հավատքի աստիճանները, բայց այստեղ հիմա ես ու դու պիտի վերադառնանք ճշմարիտ հիմունքներին եւ վերապրենք Աստծո ամբողջական օրհնությունները մեր կյանքում Հիսուսի զորավոր անունով։ Շարունակությունով ասում է, որովհետեւ նույն Տերը բոլորիս Տերն է։ Նա առատաձեռն է բոլոր նրանց համար, ովքեր հավատքով կանչում են իր սուրբ ու հզոր անունը։ Նկատեցինք նախ եւ առաջ պիտի վախ ունենանք, երկյուղ ունենանք այդ սուրբ ու հզոր անունից եւ որպեսի նրա սուրբ ու հզոր անունը կանչողներս որպես տեսնենք Աստծո առատաձեռնությունը։ Այստեղ փաստացի ներկայացված է, որ Աստված առատաձեռն է ամեն նրա անունը կանչողի հանդեպ։ Աստված առատաձեռն է, ամեն։ Եվ իր առատաձեռնությունը ամենքիս համար հավասար է։ Խնդիրը կայանում է նրանում, որ ես եւ դու երբ որ իր անունը կանչում ենք, ինչպիսի հիմունքների վրա ենք կանչում, ինչպիսի խոսքի հիման վրա ենք կանչում, արդյոք ավետարանի խոսքի նկատմամբ ունեցած հավատքով ենք կանչում, արդյոք Աստծո անվանը հանդեպ ունեցած այդ երկյուղով ենք կանչում, որի ժամանակ միայն կարող է մարդը տեսնի Աստծո առատաձեռնությունը իր կյանքի մեջ։ Ամեն։ Եվ 13 համար ասում է, որովհետև ով որ Տիրոջ անունը կանչի կփրկվի։ Ով որ Տիրոջ անունը կանչի, ով որ, ասա ով որ։ Չասում բոլոր կատարյալները, որոնք ասում է ով որի մեջ մտնում են ամենքս։ Լնայ կողքինի ինքն է ով որն է։ Ով որ կփրկվի, այստեղ բառը ոչ միայն կփրկվի ժամանակավորից հավիտենականության մեջ կմտնի, այլ այստեղ գործածած փրկություն բառը ի նկատի ունի կփրկվի ամեն իրավիճակներից, ամեն անաստվածային իրավիճակներից, ամեն անցանկալի իրավիճակներից, բայց հենց մտածես ընթացքում, եթե Տերն այստեղ իրականում ասում է, որ կփրկվի, ով որ Տիրոջ անունը կանչի, բայց ինչի շատ անունը կանչողներ, շատ անուն կանչողներ, Տիրոջ անունը կանչողներ, դեռ իրական ամբողջական փրկություն չունեն, պատճառը իրենց հավատքի, հավատամքի, համոզմունքի սկզբունքների մեջ եղող խնդիրն է, որ իրանք մտածում են, որ կարող է ես էլ պատրաստ չեմ, կարող է ես դեռ կատարյալ չեմ, կարող է ես դեռ արժանի չեմ, այս ամենը կոտրում է մարդու իրական ու ճշմարիտ հավատքը, այնինչ ով որ Տիրոջ անունը կանչի կփրկվի։ Եվ եթե այսօր ես ու դու ամեն մեկս եւ բոլորս ամենտեղ որտեղ Տիրոջ անունն են կանչում անկեղծ սրտից հավատքով հիմնված Աստծո խոսքի վրա կտեսնես, որ այդ փրկությունը կգա քո կյանքի մեջ։ Անկախ նրանից դրա անունը ինչ է, այդ խնդրի անունը ինչ է, որից կարիք ունես դու փրկվել։ Ֆիլիպեցիների 2-րդ գլուխ 9-ից 10 համարներում այնտեղ գրված է, որ Հիսուս Քրիստոսի անունը վեր է երկնքում, երկրի վրա եւ երկրի ընդերքում եղող ամեն անուններից եւ ամեն անուն ու ամեն իշխանություն պիտի հնազանդվի Հիսուս Քրիստոսին եւ պիտի նրան Տեր ու Փրկիչ դառնի։ Հիսուսի անունն այստեղ տեսնում ենք վերը ամեն անուններից։ Քո խնդրի անունը ինչ է։ Մի բարձրաձայնի։ Պետք չի բարձրաձայնես։ Մտածի անգամ, քո խնդրի անունը ինչ է։ Ու կապ չունի թե ինչ է, եւ բժիշկները ինչ ախտորոշում են տվել, եւ դժվարությունները ինչ անվանումն են ձևավորել այդ անվան մեջ քո խնդրի հետ կապված, այստեղ կարդում ենք, որ ամեն անուն պետք է հնազանդվի Հիսուս Քրիստոս անունին, եւ Քրիստոսի անունը վեր է ամեն անուններից։ Հիմա այդ անունը, որով դու մինչև այսօր տառապել ես, որը քեզ կարողացել էր պահել գերության մեջ, այդ անունը, որով դու խաբվել ես եւ կարծիք ես ունեցել, թե այդ անունից կյանքում չես ազատագրվի, այսօր այդ անունը բեր ու հնազանդեցրու Հիսուս Քրիստոսի ոտքերի առաջ։ Ամեն։ Մի գնա Տիրոջ առաջ ու ասա, Տեր, այս խնդիրները, այս անվանումներով տիրել են ինձ, պատել են ինձ,
կանգնի այդ խնդիրների վրա եւ Հիսուսի անունով ասա, որ այդ խնդիրները հնազանդվում եւ խոնարհվում են իմ Տեր Հիսուս Քրիստոսի անվանը, այսօր ընդմիշտ անմնացորդ կերպով Հիսուսի զորավոր անունով, ամեն։ Ղուկաս ավետարանում 10 գլուխ մենք գիտենք, որ 70 աշակերտների Հիսուսը կանչեց եւ իրանց իշխանություն, զորություն տվեց, հիշում եք, դևերին հանելուն եւ ասում էր, որտեղ որ կմտնեք, ուրեմն հիվանդներին բժշկեցեք, մեռելներին կենդանացրեցեք, հիշում եք։ Եվ Էրմի ասում է, որ 17-ի մեջ, Ղուկաս 17, դրանք այն 70 հոգին էին, հիշեք, որ Աստծո խոսքը լսեցին Քրիստոսիցը եւ Աստծո խոսքի սխալ ընկալման պատճառով գայթակղվեցին։ Այսինքն դա խոսում է նրանց անհաստատ լինելու մասին, բայց անգամ եթե որ նրանք անհաստատ էին Աստծո խոսքի ընկալման մեջ, լսեք, այս մարդիկը վերադարձան 70 աշակերտներ Հիսուսին ասում էին, Տեր, քո անունով դևերն են հնազանդվում են մեզ։ Այսինքն, որպեսզի դևերը հնազանդվեն Քրիստոսի անունով ինչ որ մի անձի, կապ չունի, որ այդ անձը, ես չեմ ասում պետք չի կատարյալ լինես, բայց ես խոսում եմ այն մասին, որ քո սկզբունքները, քո ներքին համոզմունքները առողջ լինեն Աստծո խոսքի, ավետարանի խոսքի համաձայն, եւ դու կարողանաս վերապրես ու վայելել բոլոր այն օրհնությունները, որ Աստված խոստացել է քեզ։ Կարդում ենք 70 աշակերտները եկան Տիրոջ մոտ եւ ասեցին, Տեր, դևերն էլ հնազանդվում են մեզ քո անունով։ Ամեն։ Հալելույա։ Բայց դու նկատել ես հավատացյալի մոտ դևերի մասին խոսում ես, մանավանդ երեկոյան ասում ես, լավ էլ այդպես վախենալու բաների մասին մի խոսի։ Հիմա ինչ։ Չէ, նկատել եք, չէ՞։ Մենք ենք խոսում, նկատել եք, չէ՞։ Հիմա ինչ։ Բա ուր մնաց այդ խոսքը, որ դևերն էլ Հիսուսի անունով հնազանդվում են։ Գիտես ուր մնաց։ Որովհետև տվյալ անձը, որ այդ կարծիքն ունի, որ ավելի շատ վախում է դևերի ներգործություններից, քան Տիրոջ անունից, տվյալ անձը իրան ներսում սխալ համոզմունք ունի։ Եթե դու այս խոսքն ասում ես ամեն, կներես, քանի դև ես հնազանդեցրել Հիսուսի անունով, քանի դև ես քշե Հիսուսի անունով, ինչ որ մեկից դու հենց քո մտքից։ Շատ հաճախ ես մարդկանց հարցնում եմ, դու վստահ ես, որ ես խոսքի համաձայն Հիսուսի անունով դևերը հնազանդվում են քեզ։ Դե գիտես Սարգիս եղբայր, ոչինչ չգիտեմ, բայց դու վստահ ես։ Ես էլ պատրաստ չեմ, всё։ Կորավ։ Ես էլ արժանի չեմ, всё։ Բայց լսի, եկեղեցին։ Այստեղ են մարդիկ էին, կրկնում եմ, որոնք լսեցին հաղորդության հետ կապ, հիշում եք չէ, Հովհաննես 6-ում, Հիսուս ասեց մինչև չուտե, հասկանում ես նրանք գայթակղվեցին, նրանք սխալ էին հասկանում Աստծո խոսքը, բայց դևերը հնազանդվում էին իրենց։ Այսինքն պարտադիր չի։ Ես նկատի չունեմ, որ պետք չի, որ դու սուրբ լինես, որ դու ամբողջական լինես ավետարանի համաձայն, դա նկատի չունեմ։ Ես նկատի ունեմ այն, որ այս խոսքը որպեսի գործի, պարտադիր չի, որ դու ունենաս, ես իմ ինչ դիպլոմ, ես դիպլոմներին դեմ չեմ, ճիշտ հասկացեք ինձ, բայց դու դիպլոմով չես քշելու դևերին, քաղցր չկա։ Որ մեկնա դիպլոմը վերցնում ասում գնա դեպ։ Դու Հիսուսի անունով պիտի անես դա։ Ես դեմ չեմ դիպլոմին, հասկացեք ինձ։ Ով չունի։ Բայց լսի, Հիսուսի անունը վեր է ամեն անունից։ Եվ որպեսի Հիսուսի անունը գործածես Տիրոջ փառքի համար կապ չունի քո եկեղեցու անվանումը, կապ չունի եկեղեցու կարգավիճակը, եկեղեցու հովվի անունը ընդհանրապես կապ չունի, կարևորը որ դու գիտակցես, որ Հիսուս Քրիստոսի անունով է քեզ տրված իշխանությունը, զորությունը, եւ այստեղ դևերը հնազանդվում են ոչ թե նրա համար, որ քո հովիվը ով է, ոչ թե նրա համար, որ դու ինչ կարգավիճակ ունես, ոչ թե նրա համար, որ դու ինչ դիրք ունես քո եկեղեցում, այլ Հիսուս Քրիստոսի անունով։ Միակ նախապայմանը քաղցր։ Հալելույա։ Հասկանում ես։ Սուրբ պահի այդ անունը քո սրտի մեջ։
Երկյուղ ունեցի այդ անոնից քո սրտի մեջ։ Ամեն։ Եվ հենց Հովհաննես 15:16-ում Հիսուսն ասում է, որ ինչ էլ որ իմ հորիցը խնդրեք իմ անունով կտածես։ Ուրեմն նորից անգամ տեսնում են, որ ոչ միայն դևերն են հնազանդվում Հիսուսի անունով, այլ մենք երկնային հորից մենք մեր անունով, չգիտեմ, մեր սրբությունով, մեր կոչումով, պաշտոնակատարությամբ, մեր օծությամբ չենք կարող հորից ինչ որ բան վերցնենք, եթե դա չլինի Հիսուս Քրիստոսի անունով։ Ինքը Տերն ասեց, ինչ էլ որ իմ երկնային հորիցը խնդրեք իմ անունով, կդած ես։ Ուզում եմ նկատես, եթե հավատքդ դեռ չի գործում այս խոսքի հիման վրա, որ դևերը Հիսուսի անունով հնազանդվում են, գոնե այս խոսքի հիման վրա կգործի, որ ինչ որ հորիցը խնդրեք իմ անունով, Հիսուսն ասում, կդած ես, այսօր խնդրի, Տեր, տես Դավիթն ինչ էր խնդրում, ասում էր Տեր, հաստատիր ինձ քո ճշմարտության մեջ, սիրտս հաստատիր, որ վախենամ քեզանից, Տեր հաստատիր ինձ, որ կարողանամ ամեն ժամանակ գոհություն հայտնեմ քեզ, որովհետև մեծ է քո ողորմությունն ու շնորհքն ինձ վրա, Տեր, ես քո կարիքն ունեմ, եւ այստեղ ասում է, որ ինչ է որ խնդրես հորից իմ անունով կտած ես, եւ Մարկոս 16-ում Հիսուս նորից ասում է, որ 16-17-ում հիշում եք, Հիսուսն ասում է, որ իմ անունով դևեր կան։ Հələ լսի, ասում է իմ անունով դևեր կան։ Օ, հալելույա։ Աստծո մարդկանցից մեկն ասում էր ավելի հեշտ է, որ 100 դև հանես, քան թե մի հավատացյալի համոզես, որ ինքը դեպի վրա իշխանություն ունի։ Եվ դու լսում ես, որ Հիսուսի անունով դու իշխանություն ունես։ Մի սպասի, որ ես վերջացնեմ իմ խոսքս։ Հենց իմի քո մտքիդ մեջ, քո զգացողության մեջ, քո հավատքիդ մեջ, քո սրտիդ մեջ դավանիր Հիսուսի անունով եւ ազատվիր այն գերությունից, որ դիվային ներգործություններով կապված ես։ Հենց իմի քաղցր ջան, ինչ ես սպասում եւ մեկ վարկյան արիթ ես տալի, որ այդ դիվային ներգործությունները դեռ շարունակեն քո կյանքիդ մեջ։ Նախանձը, ատելությունը, բոլոր կուրքերը դրանք ամենքն էլ դիվային ներգործություններ են։ Հիվանդությունները, ամեն ցավերը, ամեն տառապանքները, տրտունջը դրանք դիվային ներգործություններ են։ Բողոքը, հասկանում ես, մողոքից է։ Այդ ամենը դիվային դրա համար հենց իմի սրտիդ մեջ, ասա Հիսուսի անունով դև գնա, հալելույա։ Դու կարող ես վկայել, ես լսել եմ մարդկանց վկայությունը, որ իրանք այսպես էին վկայում, ասում էին, Սարգիս եղբայր ասում էին, մենք հանդիպեցինք մի իրավիճակի, ես անգամ վախեցա բարձրաձայնեի, որովհետև այնտեղ կային անհավատներ, մտածեցի իրանք կասեն ով ես դու, որ Հիսուսի անունն ես գործածում, բայց ես անգամ իմ սրտիս մեջ մտովի Հիսուսի անունով սաստեցի այդ դևին, այդ դևը հնազանդվեց ու այդ մարդիցը գնաց։ Հասկանում ես, անգամ մտովի, որովհետև այո, ձայնի բարձրությունից չի, այլ հենց սրտիդ մեջ առողջ ու ճշմարիտ համոզմունք ունենալուց է, եւ դևերն էլ հնազանդվում են Հիսուս Քրիստոսի անունին։ Տեսնում ենք այստեղ Աստծո քաղցրությունը կարդում ենք Տիտոս գրքից 3-րդ գլուխ 4-6 համարներում, Աստծո քաղցրությունը, Աստծո մարդասիրությունը եւ Աստծո Սուրբ Հոգու հզոր ու գերբնական ներգործությունը առատապես թափվում են ճշմարիտ Աստծուն հավատացողների վրա եւ դա թափվում է նորից մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Լսի, Աստծո քաղցրությունը, մարդասիրությունը, Սուրբ Հոգու գերբնական ներգործությունը առատապես թափվում է Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ հիմա այդ նույնը կարող լինի իմ ու քո կյանքիդ մեջ։ Եվ մենք գիտենք, որ Ավետարանի խոսքն ասում է, որ այլ ուրիշ անուններ չկա, որով կարելի լինել, որ մարդը փրկվի։ Ուրիշ անուն չկա։ Մի սպասի, որ ինչ որ մեկը, ինչ որ տեղից, ինչ որ իրավիճակով կհայտնվի ու քեզ կասի Տերը քեզ ազատում է։ Հիսուսը ինքը իր անունով
հայտնվել է մեր կյանքի մեջ։ Եվ Աստված շնորհար է, որ մենք իր որդու Հիսուս Քրիստոսի անունը կրողները լինենք։ Դրանից վեր պատիվ, որ Աստված կարող էր պատվել մարդկանց, չկա։ Հիսուս Քրիստոս անունը մեր վրա ենք կրում, եւ այդ անվանը հնազանդվում են ամեն անուններ, երկնքում, երկրի վրա եւ երկրի ներքում եղող ամեն անունները, դևերն անգամ հնազանդվում են Հիսուս Քրիստոսին։ Մի պատմություն կա, այսպես ասում, որ մի քարոզիչ իր աղոթքի ժամանակ իր շուրջը հայտնվում է մի այսպես ասեմ, կատու եւ այսպես պտտում է ու հանկարծ այս կատուն ասես շլխկում, մի անգամից այս մարդկային կերպարանքով կանգնում է այս քարոզիչի առաջին, ու այս քարոզիչը դա Հայաստանում չի, մի վախեցեք, ու այս քարոզիչն ուղղակի ասում է Հիսուսի անունով դև գնա այս վայրից, դու իրավունք չունես ինձ խանգարես, ես Տիրոջն եմ վայրում եւ այս դև այս իրավիճակն ասում է, լսի ասում է, ճիշտ է Հիսուսը իշխանություն է տվել քեզ դևերի վրա եւ ամեն սատանայի զորությունների վրա, բայց ես դև չեմ, նկատում ես, ես մարդ եմ։ Եվ այս քարոզիչը Աստծո իմաստությամբ լցված, որովհետև կարդացինք, որ Քրիստոսի մեջ է բնակվում աստվածային ամբողջական իմաստության եւ գիտության գանձերը, այս քարոզիչը շրջում ասում է, կապ չունի ով ես դու եւ կապ չունի ինչ անվանումով ես դու այստեղ ներկա, գրված է, որ Հիսուսի անվանը հնազանդվում են ամեն անուններ, գնա այստեղից, ու այդ պահին այդ իրավիճակը չի կատարվում։ Հասկանում ես, կապ չունի, ինչ անվան ներգործություն ունես դու հիմա։ Կապ չունի դրան ինչ են ասում, ժառանգական, անաստվածային, կապ չունի դրան ինչ են ասում, անեծքի, կախարդության, կարևոր չի, մարդիկ կան, հավատացյալներ կան, որ իրանք ավելի կենտրոնացած են, ախր իմ վրա կախարդություն են արել, լավ են արել, այդ իրանց գործն է, բայց դու քաղցր չա, կիրարի քո մեջ բնակվող աստվածային զորությունը, որը վեր է ամեն իրավիճակներից, նրա անունը Հիսուս Քրիստոս է, որի առաջին ծունկ են ծրում երկնքում եղողները, երկրում եւ սանդարամետականներում եղող ամեն անուն ծունկ է ծրում նրա անվան առաջին, եւ հիմա ամեն անուն, որ քեզ գերի էր պահել, տանջանքի մեջ էր պահել, իր սիրտը դողում է, չլինի թե դու կիրարես Հիսուսի անունը եւ իրան քշես այդտեղից, բայց դու դա արա քաղցր ջան։ Մենք հիմա դա կանենք ընդհանուր Հիսուսի անունով այս վայրում, գիտակցելով, որ Քրիստոսի անունը վեր է ամեն անուններից, ու սիրտը դողնգա։ Այս դողը այն մասին է խոսում, որ հենց իմի այդ անձի ներսում եղող անաստվածային իրավիճակը հասկացա, որ այս պահը իր վերջն է։ Հիսուսի անունով ամեն ասում ես դրան։ Ամեն ասում եք այդ վերջին։ Հալելույա մեր Աստծո։ Եկեք գանք Տիրոջ առաջ եւ մեր շնորհակալությունը հայտնենք եւ ինչի՞ չէ առիթ տանք, որ ինքը Տերը իր անվան զորությունով խափանի ամեն անաստվածային ներգործությունները, որ մինչ այսօր գործել են որևիցե մեկի կյանքի մեջ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով ամեն եւ ամեն